2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100,000 արցախցի բռնի տեղահանվեց ու դարձավ փախստական։ Այսօր մոտ 2.5 տարի անց օրակարգում այլևս միայն շտապօգնությունը չէ, այլև նրանց արժանապատիվ ինտեգրումն է հասարակությանը, ապահովելով բնակարանով, աշխատանքով, հոգեբանական կայունությամբ եւ տեղական որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորությամբ։ Այս թեման բարձրաձայնվել է ժողովրդավարական անվտանգության հայաստանյան 3-րդ ամենամյա համաժողովի ընթացքում, որտեղի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած ինտեգրման մարտահրավերները, ընդգծվեց, որ խնդիրը վաղուց դուրս է եկել հումանիտար շտապ արձագանքի շրջանակից եւ տեղափոխվել երկարաժամկետ քաղաքականությունների դաշտ։ Պանելային քննարկման ընթացքում փախստականների հարցերով էստոնական խորհրդի ներկայացուցիչ Միջերիտա Խաչատրյանը հայտնեց, որ խորհուրդը 2023 թվականից հետո մասնաճյուղ է բացել Հայաստանում, կենտրոնանալով Արցախից տեղահանվածների կարիքների վրա եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է լայն ծրագիր երկու ուղղությամբ։ Նրանցից մեկը ձեր կողմից նշված համայնքային խորհուրդների ծրագիրն է։ Տվյալ պահին ունենք համայնքային փախստականների համայնքային խորհուրդներ 4 վայրերում՝ Եղեգնաձորում, Գյումրիում, Դիլիջանում եւ Երևանում, բայց դրանցով փորձում ենք հնարավորինս Հայաստանի բոլոր մարզերում եւ համայնքներում ապրող արցախցիներին տալ հնարավորություններ մասնակցելու այս հարթակին, որի միջոցով իրենք կարող են բարձրաձայնել իրենց ձայնը, մասնակցել որոշումների կայացման process-ին եւ տեղական մակարդակում եւ նաեւ ազգային մակարդակում, ինչպես նաև փորձում ենք նաև խորհուրդների միջոցով հզորացնել նրանց կարողությունները, որպեսզի հնարավորինս կարողանան նրանք ինքնաճարտակողությամբ զբաղվեն, ինքնուրույն գործելու կարողություն զարգացնեն։ Ծրագրի մյուս բաղադրիչն էլ ինքնօգնության խմբերի սոցիալ-հոգեբանական խնդիրների հասցեագրման, հոգեբանական աջակցության, նաև բիզնես դասընթացների ու փոքր դրամաշնորհների միջոցով եկամուտ ստեղծելու եւ համայնքներում ներառման գործընթացն է։ Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Արցախի նախկին падգամավոր Հայկ Խանոմյանը շեշտեց, որ ծրագրերը հաճախ մշակվել են ընդհանուր դիտանկյունից, առանց Արցախի տարբեր շրջանների տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելու։ Նրա խոսքով շրջանների ոլորտային տարբերությունը չտեսնելը սահմանափակում է ծրագրերի արդյունավետությունը։ Խանոմյանը նաև նշեց, որ կարճաժամկետ եւ մասամբ միջնաժամկետ աջակցությունը որոշ կայունություն տվեց, բայց երկարաժամկետ քաղաքականությունում անհրաժեշտ են ավելի խորքային լուծումներ սոցիալական բնակարանաշինության եւ նոր բնակֆոնդի ձևավորման ուղղությամբ։ Սակայն ակնհայտ էր, որ ավելի երկարաժամկետ ծրագրեր կազմելու եւ իրականացնելու առումով կառավարությունը բավարար կարողություններ չունի կամ համենայն դեպս գնաց այն ճանապարհով, որ իրեն ծանոթ էր։ Նույն բնականային ապահովման ծրագիրը գնաց 5 եղանակով, ինչ որ արվել էր 20 թվականի Արցախի որոշ շրջաններից բռնագաղթված բնակիչների համար, այսինքն բնականների գնման վկայականի ձևով։ Ես կարծում եմ, որ այլ ձև պետք է անեին, հատկապես խրախուսեին նոր կառուցվող բնակֆոնդը, որովհետև այն ծրագիրը, որ այսօր իրականացնում է, լուրջ տնտեսական նաև խնդիրներ է առաջացնում Հայաստանի տարբեր մարզերում։ Ենթադրենք նույն Վաղարշապատում, Հայաստանում, Իջևանում, այլ մարզկենտրոններում, որտեղ բնակարանների գնման վկայականի 1 հոգու համարաժեք 4 միլիոն է, բերել է անշարժ գույքի էական թանկացման։ Ազգային ժողովի падգամավոր Զարուհի Բաթոյանն էլ ներկայացրեց բնակարանային ապահովման ծրագրերի վերջին տվյալները, նշելով, որ 4629 ընտանիք ստացել է հավաստագիր, 2055-ը արդեն տուն է գնել։ Նա թվարկեց աջակցության հիմնական գործիքները՝ սերտիֆիկատային եւ հիպոթեքի սուբսիդավորման ծրագրեր Երևանում ու մարզերում, ընդգծելով նաեւ սոցիալական բնակֆոնդի սղությունը եւ համայնքներում սոցիալական աշխատանքի ոլորտում բացերը, հատկապես մարդկանց իրազեկման առումով։ Նա եւս անդրադարձավ սոցիալական բնակֆոնդի հետ կապված խնդիրներին, նշելով. Մենք շատ լուրջ խնդիրներ ունենք եւ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների Հայաստան ուրեմն ժամանմամբ, Հայաստան տեղափոխմամբ այդ խնդիրները մեզ համար շատ ավելի ակնհայտ դարձան։ Առաջին հերթին սոցիալական բնակարանների բնակֆոնդի բացակայությունը ես կարող եմ ասել, որովհետև այնինչ ունենք շատ սուղ է, գրեթե արդեն զբաղեցված է եւ հետեւաբար մենք նույնիսկ այս ոլորտում այս պահին շատ արագ փորձում ենք քայլեր ձեռնարկել, որովհետեւ բացի այս բնակարանային ապահովման ծրագիրը մենք նաեւ
ծրագրեր ենք նախատեսում, այսինքն միայնակ ապրող կամ ընտանիքի երկու անդամ ունեցող ընտանիքների համար, որոնց պարագայում բնականաբար ավելի դժվար կլինի հավաստագրով բնակարանի ձեռքբերումը, հետևաբար այս ուղղությամբ եւս մենք սկսել ենք ավելի արագ քայլեր ձեռնարկել։ Բանախոսներն ընդգծեցին, որ եթե ծրագրերը շարունակեն գործել ընդհանուր մոտեցմամբ, առանց մարզային ու խմբային առանձնահատկությունները հաշվի առնելու, ապա նույն միջոցները տարբեր վայրերում նույն արդյունքը չեն տալու։ Իսկ իրական առաջընթացը չափվում է ոչ միայն թվերով, այլև զարգացողությամբ, թե մարդիկ որքանով են իրենց նոր համայնքում դառնում ոչ թե պարզապես տեղափոխված, այլ լիարժեք ու արժանապատիվ կյանք կառուցող քաղաքացիներ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։